Մի կարևոր շեշտադրում է առանձնանում շաբաթ տեղի ունեցած Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույցից։ Ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում Փաշինյանն ընդգծել է երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացման եւ Հայաստանից արտահանման հնարավորությունների ընդլայնման կարեւորությունը։ Թեև կողմերը քննարկել են նաև ռազմավարական գործընկերությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, նաև խաղաղության գործընթացը, հենց տնտեսական հատվածի այս ձևակերպումն արդեն դարձել է տարբեր մեկնաբանությունների առարկա։ Արդյոք Երևանը եվրոպական գործընկերներից սպասում է ավելի շոշափելի տնտեսական աջակցություն, թե խոսքը ավելի լայն քաղաքական ուղերձի մասին է։ Տողատակային իմաստով իհարկե Փաշինյանը փորձում է պատասխանատվություն դնել նրանց առաջ, թեկուզ թավշյա, այսպես ասած, ձևակերպումներով։ Փաշինյանը ինքը բոլորից լավ գիտե, որովհետև նա է ամենասերտը շփվում այդ նույն եվրոպացիների հետ, եւ ինքը բոլորից լավ գիտե, թե հայտարարություններից այն կողմ իրական գետնի վրա եվրոպացիները որքանով են համարժեք հնարավորություններ ապահովում կամ որքանով են պատրաստ համարժեք հնարավորություններ ապահովել Հայաստանի համար, այդ թվում տնտեսական ոլորտում։ Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ եվրոպական աջակցությունը հիմնականում սահմանափակվում է քաղաքական հայտարարություններով։ Մինչդեռ տնտեսական աջակցության մասով Հայաստանը չի ստանում այն ծավալը, որը կհամապատասխաներ հնարավոր ռիսկերին եւ տնտեսական կորուստներին։ Հայաստանի նշանակությունը նրանց համար պայմանավորված է ընդհանրապես Ռուսաստանի հանդեպ հնարավորինս խնդիրներ ստեղծելու հանգամանքով։ Եվ նրանք փորձում են իհարկե այդ հարցը լուծել, եթե այսպես ասեմ, առավելագույն էժան տարբերակով։ Սակայն որքանով են այսօր Հայաստանի արտահանման հնարավորությունները կախված քաղաքական հարաբերություններից եւ ինչն է իրականում սահմանափակում հայկական արտադրանքի մուտքը եվրոպական շուկա։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի խոսքով տնտեսական հնարավորությունների հարցը միայն քաղաքական հարաբերություններով չի պայմանավորվում։ Եվրոպական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ են մրցունակ արտադրություն, համապատասխան սերտիֆիկացում, որակի բարձր չափանիշներ, նաև լոգիստիկ եւ առևտրային պայմանների բարելավում։ Օգնությունը ինչ է նշանակում։ Օգնությունը նշանակում է նոր հնարավորությունների տրամադրում, իհարկե նոր հնարավորություններ չկան, որովհետեւ Ֆրանսիան եվրոպական միության առանցքային երկրներից մեկն է, եւ եվրոպական միության ընդհանուր կառուցվածքի, ընդհանուր առողջաշրջանառության մեջ նա չի կարող առանձին վերցած ինչ-որ միջոցառումներ իրականացնել։ Հայաստան-Եվրամիություն տնտեսական գործակցությունը վերջին տարիներին ընդլայնվել է, սակայն հայկական արտահանման հիմնական ուղղությունը մինչև վերջերս շարունակում էր մնալ այլ շուկան։ Այդ ֆոնին պաշտոնական Երևանից արտահանման հնարավորությունների ընդլայնման մասին հերթական շեշտադրումը հարցեր է առաջացնում։ Արդյոք խոսքը նոր տնտեսական օրակարգի մասին է, թե գործընկերներից ավելի գործնական աջակցություն ակնկալելու փորձի։ Ըստ Կամենդատյանի խնդիրը նաև այն է, որ Ֆրանսիայի հնարավորությունները սահմանափակված են Եվրամիության ընդհանուր կանոններով։ Մակրոնը ոչինչ չի կարող անել, եթե անկեղծ ասեմ։ Մակրոնը ոչ այնպես սիթիներ կան, որ սիթիներին կարգադրի, որ ապրում վերցնեն։ Օրինակ ծաղիկ ենթադրի։ Եվ ոչ էլ։ Այս ամբողջը թափթփացության, ապիկարության, անգրագիտության իրենց լիազորությունները չհասկանալու նշանն է ընդհանրապես։ Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում հնչած տնտեսական շեշտադրումները դեռևս չեն նշանակում կոնկրետ նոր ծրագրերի մեկնարկ։ Սակայն Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման թեման կրկին հայտնվել է օրակարգում, այս անգամ ոչ միայն տնտեսական, այլև արտաքին քաղաքական ենթատեքստով։